Գեղամաաշխարհի կապուտացիա գեղեցկուհին դարեր ի վեր իր գեղեցկությամբ և հարուստ բնաշխարհով գրավել է այն բնակչության նախնիներին, ովքեր ներկայումս ապրում են լճի շրջակայքում։ Շատերն այստեղ են գաղթել բարեկեցիկ ապրելու և սերունդներ հաստատելու համար։ Այստեղ են ապրել նաև իշխանական տներ, որոնց անդամները սերունդից բացի թողել են նաև հարուստ մշակութային և հոգևոր նշանակություն ունեցող հետագիծ։ Անգնահատելի է Աշոտ Բագրատունի թագավորի դուստր, Սյունյաց Վասակ Գաբուրն իշխանի կին Մարիամի նախաձեռնած կոթողների արժեքը։ Այդ հուշարձանները որոշիչ դեր են խաղացել Սևանի շրջակայքի, ինչպես նաև հայերի համար, և շնորհիվ դրանց ամուր հիմքի ու նախնիների նախանձախնդրության պահպանվել և ժառանգվել են մեր օրեր։ Իշխանուհու նախաձեռնությունները լայնածավալ էին, սակայն դրանց մեջ առանձնանում են մի քանիսը, որոնք մեզ համար առավել սիրված են, որոշն էլ հույժ կարևոր, բայց դեռ անհայտ։ Սևանալճի այս երբեմնի կղզին հանդիսանում է տուրիստական հետաքրքրությունն առաջացնող կենտրոններից մեկը։ Դա պայմանավորված է ոչ միայն տարածքի բնակլիմայական բնույթով, այլ նաև սրբատեղիների առկայությամբ։ Ամեն մի հայ Սևան գալով այցելում է նախկին կղզու եկեղեցիները, որոնց անունները սակայն ոչ բոլորը գիտեն։ Դրանք են Սուրբ Աստվածածին և Սուրբ Առաքելոց կամ Սուրբ Կարապետ եկեղեցիները։ Հայտնի է, որ նախաքրիստոնեական շրջանում այստեղ եղել է Մեհյան, որի հիմքերի վրա 4-րդ դարի սկզբներին Գրիգոր Լուսավորիչը կառուցել է Սուրբ Հարություն անունով եկեղեցին, որն ավերվել է 893 թվականին երկրաշարժից։ Արդեն 9-րդ դարում կղզին սեփականացրել են Սյունյաց տան իշխանները։ 874 թվականին Մարիամ իշխանուհու պատվերով և ապագա հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդցու համագործակցությամբ կառուցվել են ներկայիս եկեղեցիները։ Սրանք հորինվածքով արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հետագծով կենտրոնագմբեթ հուշարձաններ են։ Սուրբ Աստվածածին եկեղեցում հետագայում կցվել է փայտաշեն ծածկով գավիթ, որը պահպանվել է մինչ օրս։ Այցելուին են գրավում նաև եկեղեցիների նախշազարդ փայտյա փորագիր դռները, որոնք ևս լրացնում են եկեղեցիների արտաքին գեղեցկությունը։ Իսկ եկեղեցիների հին դռները ներկայումս պահպանվում են Էջմիածնի թանգարանում։ Եկեղեցիները միշտ ցանկալի ուխտատեղի ու այցելելու վայր են, սակայն հատկապես ամռան ամիսներին ափին հանգստացողները եկեղեցի մտնելիս մոռանում են հետևել հանդերձանքի և եկեղեցում պատշաճ պահվածքի կանոններին։ Պահվածքի կանոններն ընդհանուր են բոլոր եկեղեցիներում, անկախ դրանց հանգստյան գոտում գտնվելուց։ Սևանի կղզու զարդերից է ամենափրկիչ խաչքարը, որը 1653 թվականին պատրաստել է քարագործ վարպետ Տրդատը։ Այն պատկերում է խաչելության, դրախտի տեսարաններ, Ադամի, Եվայի, Քրիստոսի, Աստվածածնի արդարության նշարով քանդակներ։ Նորոգությունները եկեղեցիներում չեն բացակայել։ Դրանք նորոգվել են 1954 և 1974 թվականներին և այժմ բարվոք վիճակում են։ Թերևս հարկ է նշել, որ օրեր առաջ հունիսի 12-ին նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Առաքելոց վանքում հոգեգալուստի Սուրբ Պատարագ մատուցվեց, որի առթիվ էլ Էջմիածնի գանձանակից դուրս էին բերվել առաքյալներ Թադեոսի և Բարդողիմեոսի մասունքները։ Ինչպես նշեցինք, Մարիամն այս կոթողների կառուցման հարցում խորհրդակցել է Մաշտոց Եղիվարդեցու հետ։ Վերջինս եկեղեցուց ոչ հեռու մի վայրում ճգնել է։
Այդ վայրն այսօր հայտնի ուխտատեղի է տեղացիների համար եւ դեռ անհայտ շատերին։ Մաշտոց Եղիվարդեցին կամ Մաշտոց Հայրապետը կաթողիկոս է դարձել 897-ից 898 թվականներին, շուրջ 8 ամիս ընկած ժամանակահատված։ Մինչ այդ նա 40 տարի եղել է այստեղ իր ճգնարանում, որտեղ որ ապրել է միայն ճգնագեցությամբ։ Հետագայում ինքը արդեն 40 տարի այստեղ ճգնելուց հետո 60 տարեկանում դառնում է արդեն կաթողիկոս, սակայն դժբախտաբար իր ապրած կյանքը, որը 40 տարի նվիրաբերել էր այստեղ այս ճգնարանին, չի կարողանում երկար մնալ կաթողիկոս։ Անմիջապես 8 ամիս հետո նա վախճանվում է, քանի որ պատճառաբանում էին հետևյալ կերպ, թե 40 տարի, որ ինքը ապրել էր այստեղ ճգնագործությամբ, բուսակերությամբ, հետևաբար իր օրգանիզմը այլևս չի կարողանում դիմադրել արքունական կամ ճոխ կերակուրներին, ուստի շատ շուտով վրա է հասնում նրա մահը։ Ժողովրդի մոտ կարծիք կա նաև տարածված, որ մաշտոցներ այս անվանումը, որ տվել են այստեղ այս ճգնարաններին, ոմանք սխալմամբ դա կապում են Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։ Սակայն իրականում, ինչպես ասացինք, այն կապված է միմիայն Մաշտոց Եղիվարդեցի Հայրապետի հետ 9-րդ դարում եւ 1983 թվականին այստեղ այս կառույցը, որ հիմա տեսնում ենք այս կերպարանքով, կառուցել են երկու ամուսիններ, այր եւ կին, որոնք նախապես երազի միջոցով, տեսիլքով ստացել են, որ այս վայրը պիտի գան եւ այստեղ կառուցեն այս մատուռը։ Աղբյուրը, որ բխում է այստեղից, գալիս է լեռներից, ժողովրդի մեջ տարածում կա, որ այն ունի իր մեջ բուժիչ հատկություն եւ շատ անգամներ հիվանդներ եկել են այստեղ բժշկություն խնդրել այս ջրից եւ խմելով կամ իրենց հետ տանելով իրենց տուն բժշկություն են ստացել այստեղից։ Մաշտոց Եղիվարդեցու կոնկրետ աճյունի տեղը, շիրիմի տեղը հայտնի չէ բոլորի, սակայն կարծիք կա, որ ինքը թաղվել է հենց կղզում եկեղեցու Սուրբ Առաքելոց եկեղեցու հետևում գտնվող այնտեղ վարդապետների շիրիմների մեջ։ Սևանա Ավազանի այս ուղությամբ ձգվող ափի հրաշագեղ կոթողներից է նաև մեզանում ոչ բոլորին հայտնի Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցին։ Դդմաշենը պատմական Հայաստանի Վարաժնունիկ գավառի հնագույն բնակավայրերից մեկն էր։ Թերևս գյուղի պատմության մասին ավելի շատ իմացանք հենց տեղացիներից։ Սուրբ Թադևոս, ես կասեի նախկինում Սուրբ Աստվածածին, հիշատակվել է փաստորեն Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում պահված ավետարանա վկայությամբ 503 տարեկան եւ 297 թերթից բաղկացած ավետարանը։ Գյուղը ուրեմն ունեցել է մի քանի անուններ՝ Տութմաշեն, Դեմդեմաշեն, Տութմա, ինչու են ասում հատկապես Տութմա եւ Դեմդեմաշեն։ Դեմդեմաշեն, որովհետեւ Հրազդան գետի երկու կողմին, այսինքն դեմ դիմաց գտնվող գյուղն է, դա էլ հավանական տարբերակ է մի Տութմա բառը պարսկերեն նշանակել է ձուկ, ձկաշեն, որովհետև դույլերով երբ իջել են երեկոյան լուսնի տակ իջել են Հրազդան գետից ձուկ բռնելու, դույլը լիքը լցվել է, փաստորեն ձկով մտածել են, որ պարսկերեն տուտ նշանակում է ձուկ, հավանաբար նաև ձկաշեն հարմար կլիներ, բայց բոլոր հնչյունափոխված ձևերից ամենահարմարը տարբերակը ընտրել են Դդմաշենը։ Գյուղի եւ եկեղեցու մասին տեղեկությունները մեզ են հասել գյուղում բանահավաքությամբ զբաղվող նվիրյալների շնորհիվ։ Գյուղի արևելյան կողմում ոչ մեծ բարձունքի լանջին 7-րդ դարի առաջին տասնամյակներին կառուցվել է Սուրբ Թադեոս կենտրոնագմբեթ եկեղեցին։ Այս կառույցը լրացնում է վաղմիջնադարյան գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Եկեղեցին իր պատմական կյանքի ընթացքում ենթարկվել է վերակառուցումների, որոնք փոխել են նրա սկզբնական տեսքը։ 16-ից 18-րդ դարերի ընթացքում եկեղեցին ավերվել է։ 1907 թվականին կառուցվել է հուշարձանին անհարիր նոր թմբուկ, սակայն չի պսակվել վեղարով։ Միջնադարում ավերվելուց հետո յուղը լքվել է եւ մոռացության են մատնվել եկեղեցին ու նրա անվանումը։ 1829 թվականին Մակու քաղաքից ներգաղթած նոր բնակիչներն իրենց հայրենի գավառի նշանավոր Թադեի վանքի անվամբ եկեղեցին կոչել են Սուրբ Թադեոս։ Այսօր Դդմաշենի այս Սուրբ Թադեոս եկեղեցին կարիք ունի վերահոսման
Մի քանի տարիներ առաջ հոգեբուժարանի տնօրինի կողմից, պարոն Կարապետյանի կողմից կատարվել են այստեղ վերանորոգչական աշխատանքներ, մասնավորապես հատակը եւ խորանը 5 ամբողջովին վերանորոգված է եւ ընդամենը մնում է շատ չնչին աշխատանք, որպեսզի կարողանանք դարձյալ վերահոսում կատարել այս եկեղեցու, որովհետեւ Դդմաշեն համայնքը ինքը լինելով մեծ համայնք, լինելով մեծ գյուղ, իր հոգևոր բոլոր կարիքները հոգում է Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դդմաշենի այս հրաշքը, որը դարերի կանգուն վկան է, Սևանի տարածաշրջանի ամենահին եկեղեցին է։ Ճարտարապետական հորինվածքով այն նմանվում է եզակի համարվող Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե տաճարին։ Այդուհանդերձ Սուրբ Թադեոսը իր հավատարիմ գյուղացիների խնամքի ներքո պատարագի ձայնի կարոտով սպասում է իր վերահոսմանը։